Ճանապարհը քրեակատարողական հիմնարկ բերեց 2011 թվականին, երբ որ այստեղ ընդունվեցի բժշկական սպասարկման բաժնում։ Այդ ժամանակ երկար տարիներ աշխատելով բժշկական սպասարկման բաժնում շփվել եմ ազատազրկված անձանց հետ, սակայն երբ որ այդ բաժինը առանձնացավ եւ դարձավ ՊՕԱԿ, որոշեցի ուղին շարունակել քրեակատարողական ծառայությունը։ Ես ինքս դիմեցի անվտանգության ապահովման բաժին, ստացա անվտանգության ապահովման բաժնում երկրորդ կարգի մասնագետի պաշտոնը եւ ենթասպայի կոչում։ Քրեակատարողական հիմնարկի կին աշխատակից նշանակում է ուժ, համբերատարություն, տոկունություն, որպեսզի կարողանաս աշխատել ազատազրկված անձանց հետ։ Հիշում եմ իմ առաջին օրը շատ հստակ, դարպասներից ներս ունեի լարվածություն, վախի զգացողություն, սակայն երբ որ իմացա իմ աշխատանքը, հասկացա, որ այստեղ նույնիսկ մարդիկ ունեն առողջությունից օգտվելու կարիք։ Եվ այդ ժամանակ արդեն իսպառ վերացավ իմ ամբողջ վախս։ Ընտանիքիս անդամները բնականաբար ընդունեցին շատ վատ, որովհետև չէին պատկերացնում, որ ես կարող եմ աշխատել քրեակատարողական հիմնարկում, սակայն տեսնելով իմ աշխատանքը եւ իմ ջանասիրությունը, թե ինչ սիրով եմ գալիս աշխատանքի, իրանք էլ ընդունեցին ինձ, հասկացան, որ պետք է աշխատեմ այստեղ։ Իմ երեխաները միշտ հպարտությամբ են մոտեցել իմ համազգեստին, իմ աշխատանքին, հպարտացել են եւ միշտ որ օրենքներն է ուսումնասիրում ես տանը, աղջիկս տեսնելով ինքն էլ ցանկություն հայտնեց, որ պետք է ընդունվի իրավաբանական եւ ներկայումս ընդունվել է, սովորում է երկրորդ կուրսում իրավաբանական ֆակուլտետում։ Տղաս է նույնիսկ մտածում է, որ պետք է այս ուղին ընտրի։ Ընտանիքից արդեն կարծում եմ երկուսը բավական է եւ տղայիս համար ոչ, տղայիս կուզեմ ավելի շատ ֆիզկուլտ ինստիտուտ գնալ, դե ինքը տղա է իմ ուղին։ Ես ավարտել եմ ֆիզկուլտ ինստիտուտը, ցանկություն կունենայի, որ ինքն էլ այնտեղ սովորի եւ ավարտի։ Երբևիցե աշխատանքս ընտանիք չեմ տարել, որովհետև աշխատանքս այնպիսին է, որ գաղտնիություն պետք է պահպանվի եւ չեմ կարծում, որ ընտանիքի անդամներ պետք է ամբողջը իմանան։ Աշխատանքից հետո ժամանակս անցկացնում եմ ընտանիքիս հետ, սիրում եմ ընտանիքիս, փորձում եմ երեխաներիս օգնել իրենց դասերում։ Իմ աշխատանքը սկսվում է շատ հագեցած, ես զբաղվում եմ թղթաբանությամբ եւ փաստաթղթերի հստակեցմամբ, կատարում եմ աշխատանքում հանձնունքների դիմումների լրացումով, օգնում եմ ազատազրկված անձանց հարազատներին տալով ձևաթղթերը, օգնում եմ իրենց, որպեսզի ճիշտ լրացնեն, պատասխանում եմ իրանց հուզած հարցերին։ Սառնասրտությունը այս աշխատանքում շատ կարևոր է, որովհետև դու ինքդ աշխատելով պետք է լինես սառնասիրտ, որտեվ չես կարողանա տրվել զգացմունքներին, որ կկորցնես դու ինքդ քեզ այստեղ։ Իմ աշխատանքի երևի դժվար կողմը բարությունն է, որ պետք է միգուցե չլինել բարի։ Իմ աշխատանքը ինձ այստեղ սովորեցրել է համբերատարություն, որպեսզի կարողանաս ճիշտ ընդունել դիմացինին, հարաբերությունները ճիշտ լինի։ Չեմ կարծում բան պատիժ է, որովհետև այստեղ նույնիսկ մարդիկ կարող են իրենց ուղղել, եթե ցանկություն ունենան։ Քրեակատարողական հիմնարկում կնոջ ուժը անասան կամքն է, իսկ առաքելությունը, որ այստեղ ցանկություն ունենան մարդիկ իրենց ուղղեն։ Երբևիցե աշխատանքիս ընթացքում ազատազրկված անձանց այդպիսին ես չեմ ընդունել իրենց, որովհետև իմ աշխատանքը այնպիսին է եղել, որ հաճախակի եմ շփվել իրենց հետ, ընդունել եմ որպես մարդ անհատ եւ փորձել եմ հնարավորինս ինչքան հնարավոր է օգնել իրենց։ Բժշկական սպասարկման բաժնում աշխատելու ընթացքում շատ հաճախակի եմ շփվել, այժմ ոչ։ Այժմ շփվում եմ իրենց ընտանիքի անդամների հետ։ Ես հասկանում եմ, որ կանայք ինչքան համբերատար են ու զարմանում եմ, որ կինը ինչքան համբերատար պետքա նստի, սպասի, օգնի, դա իմ առօրյան է։ Օրվա ընթացքում 20-ից 30 քաղաքացիների ենք սպասարկում, տրամադրում ենք տեսակցություններ, այս վերջերս հետաքրքիր դեպք եղավ մեզ մոտ, երկարատև տեսակցություն պետք է տրամադրենք, դե բնականաբար գալիս են մերձավոր
ազգականները ու քանի որ ժողով էր, երևի մի փոքր ձգձգվեց իրենց տեսակցությունը, գնացել եմ որ բերեմ տեսակցության, տեսնեմ փոքրիկ բալիկ է, 3-4 տարեկան կլիներ աղջիկ երեխա էր, մեկը ինձ ասում դե զզվացրեցի Անուշ, մենք ինչքան պետք է քեզ սպասենք։ Դա հետաքրքիր էր էլի ամեն դեպքում փոքրիկ ու նման արտահայտություն չէի սպասում։